Գիտեք, մեզ մոտ վերջի բաժինը աղոթքների բաժինն է, կան հոգսեր, կան խնդրանքներ մեր քույրերի, մեր եղբայրների կողմից մեկնաբանություններում գրված եւ նաեւ ինքներս էլ հոգսեր ունենք, կարիքներ ունենք ներկա գտնվողներս եւ միաբանվելու ենք եւ փառք մեր ամենակարող Տիրոջը, որ մեզ հնարավորություն է տալիս գալու իր առջև, խնդրելու իրեն եւ խոսքով դավանելու, որ այո Տեր, մեր սպասելիքը քեզանից է, մեր ակնկալիքը քեզանից է, մեր հույսն ու Տերը դու ես եւ այսօր ես եւ դու այդ հնարավորությունը ունենք եւ եկել ենք Տիրոջ առաջ մեր կարիքները բերելու իր առաջ, աղոթելու ենք միասին, միաբանվելու ենք Արմանի առողջականի համար, առողջական ընթացքի համար, առողջական խնդիրներ կա եւ կարիք կա, որ միաբանենք Արմանի համար։ Դավթի հոգսերի համար ենք աղոթելու։ Երկու գրված կար ընտանիքի ապաշխարության համար, անունները այդ կանել հստակ չէին գրված եւ Սիրունի ընտանիքի ապաշխարության համար։ Աղոթելու ենք այս մարդկանց համար, սիրելի քույրերս, եղբայրներս, բայց մինչ աղոթքը ուզում եմ մի պատմությունով կիսվել ձեզ հետ, որ նկարագրված է Աստծո խոսքում, մեր եղբայրը երբ խոսեց, որ այո, հավատացյալ մարդիկ էլ շատ անգամ բախվում են խնդիրների հետ, շատ անգամ բախվում են խնդիրների հետ, դժվարությունների են հանդիպում։ Մի պատմություն կա Մարկոսի 4 գլխի 37-րդ խոսքում նկարագրված, խոսքն այսպես է, որ Տեր Հիսուսը աշակերտների հետ նավ մտավ եւ աշակերտները հանդիպեցին սաստիկ մի փոթորկի, որ ծովի ջրերը լցվում էին նավակի մեջ եւ նավակը խորտակվում էր։ Գիտեք, կարող ենք մարդկային կերպով մտածել, թե ինչու նույն բանը կարող է տեղի ունենալ այն մարդկանց հետ, ովքեր խավարում են, ովքեր աշխարհում են, եւ նույն բանը կարող է տեղի ունենալ այն մարդկանց հետ, ովքեր հույսները դրել են Տեր Հիսուսի վրա։ Սակայն եւ որն է տարբերությունը այս երկու ժողովուրդների։ Սիրելի քույրերս, եղբայրս, ուզում եմ ասեմ, շատ մի մեծ տարբերություն կա։ Տարբերությունը նրանում է, որ այս փոթորիկների մեջ, այդ դժվարությունների մեջ Տեր Հիսուսը քո նավակում է։ Ամենակարող Աստվածը քո հետ է։ Այն մեկը, ով մի խոսքով քամիները հանդարտեցրեց, ով ջրերին խաղաղվել տվեց, քո կյանքում էլ կարող է հանդարտություն եւ խաղաղություն բերել։ Տեր Հիսուսը Հովաննես ավետարան 17-րդ գլխում ասում էր. Տեր, թող ես նրանց մեջ լինեմ, իրենք էլ իմ մեջ։ Ինչպես Տեր Հիսուսն է քո նավակի մեջ, այդպես էլ այսօր Տեր Հիսուսն է փրկության տապանը։ Եթե լինես Տեր Հիսուսի մեջ, հավիտենական կյանք կունենաս։ Եթե լինես Տեր Հիսուսի մեջ, կատարյալ քո հույսը կլինի Տեր Հիսուսը։ Եվ այն փոթորիկները, որ եկել են քո կյանք, այն դժվարությունները, որ այցելել են քեզ, անսպասելի կերպով, այսօր ունես մեկին քո նավակում, քո կյանքում, քո կողքին, որի անունն է Հիսուս, որին կարող ես կանչել, որին կարող ես աղաղակել, որ Տեր խնդրում եմ, հանդարտեցրու այն ամեն ինչ, որ կատարվում է իմ կյանքում։ Եվ եկեք միաբանվենք եւ մեր աղոթքը բարձրացնենք մեր Տեր ու Փրկչին, ասելով Տեր, դու մեր միակ հույսն ես։ Տեր իմ Հիսուս, շնորհակալ ենք Տեր, ամեն բանի համար Տեր, գոհությամբ են գալիս քո առջևը Տեր, եւ մեր շուրթերը բացելով Տեր, մեր սրտերը բացելով աղաղակում ենք, որ այո դու ես մեր հույսը, դու ես մեր փրկությունը Տեր իմ Աստված։ Եվ մեր աղոթքն ու երկրպագությունը միայն քեզ է ուղղված, Հայր։ Մեր անձերն ենք խոնարհեցնում քո առջևը Տեր, եւ բերում ենք քո առջևը մեր կարիքները, մեր հոգսերը Տեր իմ Աստված։ Բայց հավատում ենք Տեր, որ ամեն բանից առավել դու մեր հոգիներն ես ուզում Տեր իմ Աստված։ Դու մեր խոնարհված սրտերն ես ուզում քո առջևը Տեր։ Ամեն բան կանցնի այս կյանքում Տեր, բայց քո խոսքը կմնա։ Եվ կմնա քեզ հետ հավիտենական կյանքը Տեր իմ Աստված։
ամեն բանից առավել խնդրում եմ այս մարդկանց կյանքում, այս գրված անունների եւ այստեղ գտնվողներիս համար, Տեր, որ մեր անունները գրված, ամուր գրված լինեն կյանքիդ գրքի մեջ, Տեր իմ Աստված, որ այն փառահեղ օրը, երբ ամեն ծունկ կծնկի եւ ամեն լեզու կդավանի, որ դու ես Տերը տերերի, դու ես Թագավորը թագավորների, այդ օրը փառահեղ կերպով մտնենք քո հավիտենական արքայության մեջ, Տեր իմ Աստված, եւ գտնվողներիցս այստեղ ոչ մի անուն չպակասի քո կյանքի գրքից, Տեր իմ Աստված։ Խնդրում եմ այն մարդկանց համար, ովքեր դեռ չեն ապաշխարել, Տեր իմ Աստված, դեռ չեն ընդունել քեզ որպես Տեր ու Փրկիչ։ Խնդրում եմ Տեր Հիսուս, քո քաղցր հոգովդ, խոսես իրենց սրտերին, պատմես իրենց սրտերին քո անսահման սիրո մասին, Տեր, թե ինչքան անսահման սեր ուներ իրենց հանդեպ, որ դեռ իրենք չծնված, Տեր իմ Աստված, դու խաչը բարձրացար, ամենը թողեցիր մարմին հագար, Տեր, հարություն առար, որ իրենք էլ քեզ հավատալով հավիտենական կյանք ունենան։ Դրա միակ պատճառը քո անսահման աստվածային սերն էր մարդու հանդեպ։ Խնդրում եմ թող ապաշխարություն գա այս մարդկանց կյանքում, Տեր, որ մաքրեն իրենց հանդերձները, գան քո առջևդ եւ աղաղակեն, որ դու ես իրանց Տերը, դու ես իրանց փրկությունը, եւ դու հավատարիմ ես եւ ներում ես ամեն ապաշխարողին, Տեր իմ Աստված։ Խնդրում ենք այն մարդկանց համար, ովքեր բժշկության կարիք ունեն, Տեր իմ Հիսուս, Տեր, թող ամբողջությամբ իրենց հույսը դու լինես, Տեր իմ Աստված, եւ ունենան այն հավատքը, որ միայն թե հպվեն քեզ կբժշկվեն, Տեր, եւ քո զորությունը չի պակասել, քո ձեռքը չի կարճացել, Տեր իմ Հիսուս, դու այսօր էլ բժշկում ես, դու այսօր էլ մեռելներին հարություն ես տալիս, դու այսօր էլ մեռած կյանքերը կյանքի ես վերածում, Տեր իմ Աստված, եւ քեզ համար անհնարին ոչինչ չկա, Տեր, որ քեզ կանչողին, քեզ աղաղակողին նորոգություն տաս մարմնի, բժշկություն տաս, Տեր իմ Հիսուս։ Եվ ամբողջությամբ այս անունները բերում ենք քո առջևը, Տեր, եւ խնդրում ենք, Տեր իմ Աստված, որ ողորմություն անես, որ բժշկություն անես, Տեր, որ մեկ օր իրենք կանգնեն մարդկության մեջ եւ աղաղակեն, որ դա դու ես, որ բժշկեցիր իրենց, եւ թող քո անունը փառավորվի, Տեր իմ Աստված, որովհետեւ դու ես, որ տկարին բարձրացնում ես, դու ես, որ ընկածին զորացնում ես, Տեր իմ Աստված, դու ես, որ հիվանդին բժշկում ես, Տեր, եւ դու ես, որ կոտրված հոգիները նորոգում ես, Տեր իմ Հիսուս։ Ողջ փառքը թող քեզ լինի, որովհետեւ դու ես միակ Տերն ու Արարիչը, որ արժան ես ողջ փառքն ընդունելու։ Հայր որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։ Ամեն։ Ողջ փառքը Տիրոջը։ Սիրելի քույրերս, եղբայրներս, մեր հայտարարությունները ամեն կիրակի ժամը 12:00-ին հավաքվում ենք քաղաք Էջմիածին, Տերյան 900 հասցեում, Տիրոջը երկրպագելու, պաշտելու, չորեքշաբթի օրերին քաղաք Երևան 18:30-ին հավաքվում ենք Շերամի 88 հասցեում, այստեղ եւ ուզում եմ ասել, որ հաջորդ չէ մյուս չորեքշաբթի օրը այստեղ կունենանք աղոթքի եւ երկրպագության երեկո, հորդորս այն մարդկանց, ովքեր մեզ առցանց այս բանին հետևում են, հնարավորության դեպքում անպայման ներկա գտնվեք, որովհետեւ Տերը խոստում ունի, որ եթե իր անունով երկուսը եւ ավելին հավաքվում են, Տերը այնտեղ ներկա է եւ Տերը փափագում է քեզ հետ հանդիպում ունենալու, հորդորս է, որ բաց չթողենք այդ հնարավորությունը Տիրոջ ներկայությունը վայելելու։ Շաբաթ օրերին քաղաք Գյումրի 12:00-ին հավաքվում ենք Խորենացի 25-2 հասցեում։ Հասցեն փոփոխված եմ ասում, որովհետև նավիգատորով, այսպես ասած, 25-2-ն է բերում։ Եվ ուրբաթ օրը 18:30-ին, ճիշտ եմ չի ասում, ժամը 18:30-ին քաղաք Էջմիածնում, Տերյան 900 նույն հասցեում երիտասարդական ծառայություն է, հորդորում եմ երիտասարդներին բաց չթողնել այս օրհնյալ հնարավորությունը։ Տերը բոլորիս հետ մնանք Տիրոջ խաղաղության մեջ, Տերը օրհնի յուրաքանչյուրիդ։ Տերը ձեզ